Պատերազմում պարտված 5000 զոհի պատճառ դարձած Արցախը հանձնած Փաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ իր արշավը։ Հիմա էլ նոր մարտավարություն է սկսել, իր շուրջն է փորձում հավաքել եկեղեցականների, ովքեր դեմ դուրս կգան կաթողիկոսին։ Ասում են, ընտրել է այն եկեղեցականներին, ովքեր խրված են մեղքերի մեջ ու դրանով նրանց հեշտ կլինի կառավարելը։ Այսպիսով եկեք հասկանանք, թե ովքեր են այսօր ողջագուրվում Փաշինյանին։ Նավասարդ arczepiskopos Կճոյան։ Ոչ վաղ անցյալում 2023 թվականին, այսինքն Նիկոլենց օրոք, arczepiskopos Նավասարդ նույն ինքը Սամվել Կճոյանին, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ, մեղադրանք է ներկայացվել։ Նրա հետ կապված եւս մեկ հետաքրքիր հանգամանք կա։ Նախկին լրագրող Փաշինյան Նիկոլը նախկինում թիրախավորելով Կճոյանին, նրան անվանում էր Բենթլի Կճոյան։ Նրան մեղադրում էր օֆշորում բիզնեսներ ունենալու, զենքի ու ադամանդի սկանդալի մեջ ներքաշված լինելու հարցում։ Բայց դե ինչպես տեսնում ենք, այս հանգամանքը որևէ կերպ չխանգարեց, որ տարիներ անց ողջագուրվեն, այն էլ եկեղեցաքանդ նպատակի շուրջ։ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Էստոնիայի թեմի առաջնորդն է։ 90-ականներից կային խոսակցություններ, թե Վազգեն arczepiskopos-ը կասկածելի կապեր ունի աղանդավորների հետ։ Չնայած նրան, որ ի պաշտոն է պետք է պայքարեր քայքայիչ աղանդի դեմ, հակառակը համագործակցել է առաջին ձեռքից տեղեկատվություն տրամադրելով նրանց։ Աբրահամ arczepiskopos Մկրտչյան։ Նա ևս Փաշինյանի հետ հանդիպողների մեջ էր։ Եկեք տեսնենք, թե նրա մասին տարիներ առաջ ինչ է գրել մամուլը։ Հետքը 2012-ին գրել էր. Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում կան հեկեր, որոնք պատկանում են Աբրահամ arczepiskopos Մկրտչյանին։ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան։ Նա էլ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանն է։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լուրեր շրջանառվեցին այն մասին, որ նրա դեկանի պաշտոնը հնարավոր է վերականգնվի այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից։ Գուցե այս եկեղեցականն էլ չի դիմացել պաշտոնի գայթակղիչ առաջարկին, ով իմանա։ Գևորգ եպիսկոպոս Սարոյան։ Այս եկեղեցականի պատմությունը ավելի ուշագրավ է։ Ընդամենը վերջերս ասում էր, եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ։ Բանից պարզվում է եկեղեցու դեմ դուրս եկած Նիկոլի հետ հանդիպած եպիսկոպոս Սարոյանը հենց ինքն իրեն էր նկարագրում։ Սրանից էլ լավ ուխտադրուժություն։ Մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք։ Այս քաղաքական զարգացումների մեջ մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու ենք։ Մեզ զարմացրեց այն տեղեկատվությունը, որ Գևորգ Սրբազանը միացել է Փաշինյանին ոչ ավել ոչ պակաս Արշակ Սրբազանից նեղացած լինելու պատճառով։ Պարզեցինք նեղացվածության պատճառը։ Իր վատ աշխատանքի համար Մայր Աթոռի դիվանապետի տեղին արած դիտողությունն է եղել։ Գևորգ Սրբազան, ստրտմտությունը մեղք է, չէ՞, եւ որ մնաց հոգեվորականի մեծահոգությունը։ Փաշինյանին ողջագուրված եպիսկոպոսների մեջ ցավով նկատեցինք Վրթանեց եպիսկոպոս Աբրահամյանին, Արցախի թեմի առաջնորդին, ով եւս սեղմեց Արցախը հանձնածի ձեռքը։ Պարզվեց արցախցիների համար անսպասելի չէր նրա քայլը։ Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է, որ 2020 թվականի ահասարսուռ պատերազմից հետո երբևէ չեն զգացել թեմի առաջնորդությունը։ Իսկ երբ շրջափակումը սկսվել է, իմացել են, որ Վրթանես Սրբազանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նա չի վերադարձել Արցախ նաև այն ժամանակ, երբ շատ պաշտոնյաներ, որոնք շրջափակման ժամանակ մնացել էին կամրջից այս կողմ Հայաստանում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձան Արցախ։ Տեղահանության ժամանակ եւս հոգևոր առաջնորդը Արցախում չի եղել։ Վախից սեփական կաշին փրկելու համար այս եպիսկոպոսները գործարքի են գնացել Մայր Աթոռի դեմ պայքարող Փաշինյանի հետ։ Ու սա շատ ցավալի փաստ է։ Հարց է առաջանում. մեղքերի մեջ թաթախված այս հոգևորականներն իրավունք ունեն պահանջելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրաժարականն ու Արշակ Սրբազանի հեռացումը։ Ինչպես ասում են, դատեք ինքներդ։